Բարև ձեզ, Նոյան տապանում այսօր հյուրընկալել եմ կառավարման փորձագետ դասախոս Սերոբ Անտինյանին։ Պարոն Անտինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սովորաբար այս տաղավարում ես իմ հյուրերի հետ քննարկում եմ քաղաքական իրադարձությունները, բայց այսօր մենք խոսելու ենք հանրային վարքի վատ եւ տխուր դրսևորումների մասին, որոնք թվում է թե քաղաքականության հետ կապ չունեն, բայց իրենք անմիջապես կապված են մարդկանց պայմանավորված են մարդկանց քաղաքական հայացքներով, խոսքը համացանցում դրանից դուրս հայոյանքների միմյանց վիրավորելու այդ մշակույթի մասին է, անհանդուրժողականության, այլ կարծիքի հանդեպ հարգանքի բացակայության մասին է, տարբեր առիթներով տարբեր մարդկանց հետ այս թեման քննարկել եմ, երբ դեռ հաղորդման մտահղացում չկար, եւ երկու կարծիք կա։ Այս վարքը դրսևորվում է կամ կրթական ցածր մակարդակի պատճառով, կամ դաստիարակության բացակայությամբ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ թեկուզ դաստիարակության դեպքում անհրաժեշտ է որպեսզի լինի արժեհամակարգ չէ ներդրված անձի մեջ, եւ այդ արժեհամակարգը ամեն դեպքում ձևավորվում է կրթության միջոցով։ Ինչ կասեք, ինչու են մարդիկ հատել սահմանները։ Շնորհակալ եմ նման թեմային ուշադրություն դարձնելու համար, սա իրապես կարևոր թեմա է, դուք դեմ չեք, չէ, որ մեր զրույցին մի փոքր գիտականություն հաղորդենք, որովհետև հանրային հասարակական երևույթները քննարկելիս, դրանք դիտարկելիս, սոցիալական, քաղաքական տարբեր խմբերի, էլիտաների վարքաբանությունը պետք է հասկանալ, որպեսզի պարզաբանել նաև ինչու է հասարակության մեջ առկա այս կամ այն երևույթը։ Մենք ամեն ինչի պատճառները պիտի փորձենք վերլուծել, գտնել դրանց առաջացման հիմքերը, որպեսզի կարողանանք պատասխանել ձեր հարցին։ Ինչու է հասարակությունը այսօր ծայրաստիճան բևեռացված, մարգինալացված, ինչու են խախտվել բոլոր բարոյական եւ էթիկական սահմանները, բոլոր կարմիր գծերը, ինչու են մարդիկ հայոյախոսում սոցիալական ցանցերում եւ դրա համար չեն կրում որևէ պատասխանատվություն։ Վերջապես ինչու է մեր հասարակության երբեմնի այսպես ավանդական արժեքներով, հարգանքի եւ բարեվարքության, բարեկրթության որոշակի նորմերով առաջնորդվող մեր հասարակությունը այսօր դարձել այսքան ցինիկ, այսքան գրեհիկ եւ հատում է քաղաքավարության բոլոր սահմանները։ Մենք պետք է մի փոքր հետ գնանք եւ հասկանանք ինչ տեղի ունեցավ մեր հետ, մեր հասարակության հետ, որ այդ հասարակությունը ըստ էության վերածվեց այսպիսի մի անսանձ մարդկանց խմբի, որոնք հաշիվ չեն տալիս, թե ինչպես են պահում իրենց, ինչպես է իրենց վարքաբանությունը։ Ես այստեղ պատճառների երկու հիմնական խումբ կառանձնացնեմ։ Առաջին խումբը դա մեր նոր իրողությունների հետևանքով առաջացած հանրային հասարակական հարաբերությունների նոր մշակույթն է։ Մենք պետք է փաստենք, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունը իր հետ բերեց հանրային հասարակական հարաբերությունների նոր մշակույթ։ Սա արտահայտվեց առաջին հերթին այսպես անարգել անսանձ խոսույթի տեսքով։ Այդ խոսույթը արագորեն տարածվեց հասարակության մեջ եւ ըստ էության չունեցավ որևէ դիմադրություն։ Այդ խոսույթն արտահայտվեց պիտակավորումների, այդ խոսույթն արտահայտվեց թիրախավորումների, անձանց թիրախավորումների, հասարակության խմբերի, շերտերի թիրախավորումների։ Բնական է, հասարակության մեջ հեղափոխական տրանսֆորմացիաները բերում են նախկինի կամ հնի մերժման, սա բնական գործընթաց է, բայց ինչպես մեր մոտ ընթացավ այդ նախկինի մերժումը մեր մոտ ընթացավ շատ այսպես ծայրահեղացված մարգինալ խոսույթի ձևով։ Այդ խոսույթը բնականաբար տարածվեց նաև հասարակության վրա։ Մի կողմից նախկինի մերժումը իբրև հանցավոր, իբրև կոռումպացված համակարգ զուգակցվեց որոշակի խմբերի թիրախավորումով եւ մարդիկ իրենց վրա զգացին այդ մարգինալացված խոսույթը։ Սա իհարկե բացասաբար անդրադարձավ հասարակության վրա։ Մյուս կողմից հասարակության մեջ մենք տեսնում ենք որոշակի հենքային արժեքային տարրերի եւ արժեքային համակարգի կազմաքանդման գործընթաց։ Երբ ամեն ինչ դրվում է կասկածի տակ, երբ ավանդական արժեքները սասանվում են,
ավանդական արժեքները, որոնք կազմում էին հասարակության որոշակի հենքային հասարակությունը կազմող հենքային բազիսային արժեքներ, այդ արժեքները սկսում են կասկածի տակ դրվել։ Անկախ անձերից, հա, սկսեցին կասկածի տակ դրվել հերոսները, հերոսությունները, սկսեցին կասկածի տակ դրվել նախկինում ստեղծված այն բոլոր ավանդական արժեքները, որոնց վրա խարսխված է համակարգը։ Իսկ եթե հասարակական համակարգի հիմքը կազմող արժեքները սկսում են սասանվել, հասարակությունը սկսում է սահմաններից դուրս գալ։ Այսինքն այլևս չկան սրբություններ, այլևս չկան հասարակության համար կարմիր գծեր, եւ սա որոշակի կանաչ լույս վառեց հասարակության ինչ-որ մի զանգվածի համար, որոնք այդ դրսևորումները այնուհետև սկսեցին տարածել ամբողջ հասարակության։ Այսինքն իշխանությունը եղավ պատճառ կամ իշխանափոխությունը եղավ պատճառ եւ արդյոք այստեղ կապ չունի նաեւ համացանցի դերը, պարոն Անտինյան, որը հիմա մենք խոսենք նաեւ համացանցի վրա, համացանցը ընդհանրապես գործիք է։ Համացանցը գործիք է կամ համացանցը հայելի է, եթե կուզեք, որն արտացոլում է հասարակության իրական վիճակը։ Ես համացանցին կանդրադառնամ կարծիք ունենալու եւ այդ կարծիքը հրապարակային արտահայտելու իրավունքի իրացման համատեքստում։ Սա կարևոր է, որովհետեւ սրանք ես կարծում եմ, որ չպետք է լինեն համարժեք իրավունքներ, կարծիք ունենալու իրավունքը եւ կարծիքը հրապարակայնորեն արտահայտելու իրավունքը եւ այդ արտահայտման ձևերի մասին եմ առայժմ ես խոսում։ Իսկ այդ կարծիքն արտահայտելու ձևերի մեջ այդ անսանց խոսույթը, որի մասին ես խոսում եմ, սա այո նոր ժամանակների վարքաբանական դրսևորում է։ Երբ չկա որևէ սահման, որևէ մեկի հասցեին որևէ բան ասելու, եւ այդ խոսույթը ըստ էության տարածվեց նաեւ ամբողջ հասարակության վրա։ Սա պատճառների մի խումբն էր, որ ըստ իս պատճառ է հանդիսանում հասարակության ծայրահեղ բևեռացման եւ սոցիալական լարվածության։ Մյուս կարևոր պատճառը մենք չպետք է մոռանանք, որ մեր հասարակությունը կարելի ասել ամբողջ հայ ժողովուրդը պատմական եւ պատմաքաղաքական մեծ ողբերգություն ապրեց։ Խոսքը Արցախի կորստի եւ հայաթափման մասին է, էթնիկ զտման եւ հայաթափման մասին է։ Մենք դեռ, այսպես ասած, տակ ենք մի մասը, հա, հասարակության եւ չենք հասկանում պատմաքաղաքական այս աղետի իրական խորությունը։ Ըստ էության մենք գործ ունենք հայոց ցեղասպանությունից հետո երկրորդ ցեղասպանության հետ, երկրորդ հայրենազրկման հետ, որպիսին հայ ժողովուրդը չի տեսել վերջին 100-ամյակի ընթացքում իր պատմության մեջ։ Այսինքն սա խոշորագույն մի աղետ է հայ ժողովրդի առաջ, հայ ժողովրդին պատուհասած մի աղետ է, որը լրջագույն հարված հասցրեց մեր ժողովրդին։ Սա սոցիալ-հոգեբանական տեսանկյունից մարդկանց համար, ովքեր հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն միջինից բարձր այսպես գիտակցություն, կրթություն, իմացություն եւ հատկապես արժանապատվություն, նրանց համար այս հարվածը թերևս համեմատելի է շատ մոտ հարազատի կորստի նման հարվածի հետ, այսինքն այդ ուժգնության ապրումներ եւ այդ ուժգնության հարված է, որ հասցվել է հայ ժողովրդին, մենք չպետք է սա մոռանանք։ Եվ այսօր այդ մերօրյա այսպես կոչված ցեղասպանության հետևանքը հայ ժողովրդի ներկայիս հայաստանյան հանրության սոցիալ-հոգեբանական ծանր իրավիճակի, այսպես ասած, պատճառն է, նաեւ երկրորդ պատճառը, ինչի մասին ես ուզում եմ ասել։ Տեսեք, այս հանգամանքները բերում են հասարակության սոցիալ-հոգեբանական լարված վիճակի, սոցիալական նաև անհանդուրժողականության, որովհետև այդ ծանր կորուստի մեջ բնականաբար յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, չէ, իր տեսակետով այդ ծանր կորուստի պատճառները իր ձևով է մեկնաբանում եւ դրանով իսկ ստեղծում է հասարակության մեջ ծայրաստիճան լարվածություն։ Սրանք այն օբյեկտիվ պատճառներն են, որոնք այսօր մեր հասարակության մեջ այդ բևեռացվածության, այդ սոցիալական լարվածության եւ այդ խորը անհանդուրժողականության պատճառներն են։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, ինչ կարող է անել այստեղ կրթությունը, ինչ կարող է անել այստեղ բարեկրթությունը, ես այստեղ մի կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել։
ինչու են մարդիկ հատել բարեկրթության, հասկանալի է, ծանր աղետ է տեղի ունեցել եւ հասարակությունը խոր շոկի մեջ է, հա, ստրեսի մեջ է, որից չի կարողանում դուրս գա, բայց ինչու են մարդիկ այս պարագայում հատում քաղաքավարության հարգանքի բոլոր սահմանները։ Տեսեք, հանրությունը իր վարքաբանության մեջ, իր արժեքային կողմնորոշումներում եւ իր գործողություններում եւ նույնիսկ խոսույթում մշտապես հետևում է էլիտաներին։ Դուք կհիշեք, որ սպառապետ Վազգեն Սարգսյանը այսպես Mercedes էր նվեր ստացել, չէ՞, J500 կարծեմ, այդ Yashik կոչված Mercedes-ը ամենագնացն էր ստացել նվեր եւ ամբողջ հասարակությունը մոդա էր դարձել, որ այտենց մեքենա ունենային եւ դա համարվում էր ուժի, կարողության որոշակի էտալոն, չէ՞։ Սա ինչի մասին է խոսում, որ էլիտաների վարքաբանությունը մեխանիկորեն ազդում է հասարակության վարքաբանության վրա։ Հասարակությունը կարծես մշակութային առումով կրկնօրինակում է էլիտաներին։ Ինչպիսի մեքենա է քշում ղեկավարը, ինչպիսի ուրեմն թեմաների է անդրադառնում ղեկավարը, ինչպիսի խոսույթ ունի ղեկավարը, այնպիսի խոսույթ որդեգրում է նաև հասարակությունը։ Այդպիսի լեզվական բառապաշար որդեգրում է նաև հասարակությունը։ Սա շատ կարևոր վարքաբանական կրկնօրինակում է, որը էլիտաներից անցնում է դեպի հասարակություն։ Այս առումով մենք հստակ պիտի գիտակցենք, որ ներկայիս քաղաքական էլիտաների վրա կա շատ մեծ պատասխանատվություն, այդ ձեր ասած քաղաքական խոսույթի առումով, ինչպիսի լեքսիկոն օգտագործեն, ինչպիսի բառապաշար օգտագործեն, ինչպես ձևակերպեն իրենց մտքերը, որ հասարակության մեջ այս բառապաշարը եւ այս խոսույթը ուղղակիորեն չանցնի կրկնօրինակման ձևով։ Հասարակությունը անում է այն, ինչ տեսնում է իր քաղաքական ղեկավարությունից։ Սա աքսիոմա է հասարակական հարաբերություններում եւ այս առումով մեծագույն պատասխանատվություն ունեն քաղաքական էլիտաները, որպեսզի իրենց վարքաբանության մեջ սերմանեն այդ բարոյականության, բարեկրթության, քաղաքավարության այնպիսի սահմաններ, այնպիսի չափանիշներ, որը հասարակությունը կընդունի որպես նորմ։ Ձեր այս ասածը մեկ այլ հարց է առաջացնում, պարոն Անտինյան, դա նշանակում է, որ մենք չունենք օրինակելի ղեկավարներ, չունենք օրինակելի պաշտոնյաներ, կուզեք օրինակելի դասախոսներ, օրինակելի, ինչ ասեմ, ուսուցիչներ, որոնք կարող են դրական օրինակ հանդիսանալ եւ մարդիկ դրականը վերցնեն, ոչ թե հակառակը։ Չէ, հիմա մենք արձանագրում ենք, որ մարդիկ հետևում են քաղաքական ղեկավարությանը իրենց խոսույթում։ Մարդիկ հետևում են իրենց բառապաշարում քաղաքական էլիտաներին, քաղաքական գործիչներին, լինեն ընդդիմադիր թե իշխանական, ինչպիսի բառապաշար են օգտագործում, ինչպիսի դուք սոցիալական ցանցերում որ կարդում եք, արդյոք նույն բառապաշարը չէ, ինչ որ օգտագործում են քաղաքական էլիտաները։ Դե հենց դա եմ ասում, դա նշանակում է մենք չունենք օրինակելի այլ դրական օրինակներ, որոնք չեն դառնում վարակիչ մեր հանրության։ Իսկ մենք ունենք դրական օրինակներ, որոնք դառնում են վարակիչ։ Ունենք թե չունենք, մեր հիմա քաղաքական էլիտայում ունենք։ Ես ասացի այն, ինչ ասացի, եւ իմ ասածը հենց դա էր նշանակում, որ քաղաքական էլիտաները պիտի հոգ տանեն, որ հասարակությունը չհայհոյախոսի։ Սա զուտ վարքաբանական տեսանկյունից, մյուս կողմից իրավապահ համակարգի տեսանկյունից շատ կարևոր է, որ իրավապահները հետևողական լինեն փոխադարձ վիրավորանքների, փոխադարձ այսպես հայհոյախոսությունների նկատմամբ եւ ժամանակին փորձեն կանխել դրանք, առնվազն այդ մարդկանց հայտնաբերեն, զգուշացնեն, եթե անհրաժեշտություն կա նաեւ պատասխանատվության ենթարկել, որովհետեւ տեսեք, մենք խոսում ենք այս մասին իբրև փաստ, արձանագրում ենք սա իբրև փաստ, բայց այս փաստի հետևանքով մեր հասարակությունում գոյանում է որոշակի այսպես ատելության, խոր անհանդուրժողականության մթնոլորտ, որը չի կարող հասարակության զարգացմանը նպաստել։ Ցանկացած հասարակություն կառուցվում է սոցիալական համերաշխության վրա։ Հասարակության մեջ պիտի լինի սոցիալական համերաշխություն, որպեսզի հասարակությունը զարգանա, որպեսզի հասարակությունը որպես հանրային ընդհանուր շահի գիտակցություն ունեցող հանրույթ, որպես մարդկանց հավաքակազմ, համախումբ, որպեսզի այդ հասարակությունը կարողանա զարգանալ։ Եթե հասարակության մեջ կա բևեռացում, եթե հասարակության մեջ կա խորը անհանդուրժողականություն, խորը ատելություն, խորը անվստահություն,
այդ հասարակությունը նույնիսկ տնտեսական, այսպես բարեկեցիկ աճի պայմաններում, նույնիսկ ֆինանսական բարեկեցության պայմաններում այդ հասարակությունը հիվանդ հասարակություն է։ Այդ հասարակությունը ունակ չէ առողջ եւ դինամիկ զարգանալու։ Այս խոր անհանդուրժողականությունը պետք է վերափոխել, պետք է ջանքեր ներդնել այս անհանդուրժողականությունը վերացնելու ուղղությամբ։ Հիմա բուն հարցից, պարոն Անտինյան, կիրթ մարդը կհայոյի համացանցում կամ դրանից դուրս։ Ամեն դեպքում սա մենք ինչպես ձևակերպենք, ինչպես հասկանանք, ինչպես այս ամենի դեմն առնենք եւ այդ դիտարկումը, որը արվել է դաստիարակությունն է ամեն դեպքում կապ ունի դաստիարակության հետ է կապված, թե կրթության, թե դրանք այստեղ տարանջատում դնել, թե չդնել առհասարակ։ Հասարակությունը մի օրգանիզմ է, որը գտնվում է պարբերական ձևափոխման, այդ թվում կրթության առումով, այդ թվում դաստիարակության առումով, բարեկրթության ձևավորման առումով, արժեքային համակարգերի ձևավորման առումով եւ բացարձակապես այսպես աքսիոմատ չէ, որ այդ հասարակությունը մշտապես պետք է բարձրանա իմ նշած արժեբանական համակարգերի ներքո։ Հասարակությունը կարող է նաև անկում ապրել։ Այսինքն ձեր ասած կիրթ մարդը, ով այլ պայմաններում թույլ չէր տա իրեն հայհոյել, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ հայհոյի, որ լծվի ատելությամբ, որ իրեն թույլ տա ատելությունից բխող գործողություններ։ Այսինքն հասարակությունը այնպես չէ, որ եթե մարդը կիրթ է, նա բոլոր պարագաներում, բոլոր պայմաններում կպահպանի իր բարեկրթությունը։ Հասարակության մեջ գոյություն ունեն եւ տարբեր իրավիճակներ, որոնց պարագայում հասարակությունը կարող է եւ անկում ապրել։ Մենք այդպիսի անկման հենց ականատես ենք։ Մենք ոչ վաղ անցյալում չունեինք նման սանձարձակ իրավիճակ։ Էլի կային սոցիալական ցանցեր, էլի կար պայքար, թե քաղաքական պայքար, թե գաղափարների պայքար, թե կարծիքների պայքար, բայց այդ պայքարը դուրս չէր գալիս որոշակի բարեվարկության սահմաններից, այդ պայքարը դուրս չէր գալիս ատելության դաշտ, այդ պայքարը դուրս չէր գալիս հայհոյախոսության դաշտ։ Հասկանում եք, սա շատ կարևոր է, որ այդ սանձերը, այդ հասարակական զսպիչները, այդ թվում նաև պատասխանատուների կողմից, ովքեր որ պատասխանատու են, հասարակության մեջ բարեվարկության, օրինականության պահպանման, իրավակարգի պահպանման, պիտի այդ գործողությունները, այդ պարտականությունները ժամանակին կյանքի կոչվեն, որպեսզի հասարակությունը չշարունակի։ Այս խորացումը կարող է բերել իրապես հանրային հասարակական մեծ աղետի։ Հասարակությունը արդեն բավականին այսպես կարելի ասել հոգեպես ոչ առողջ վիճակում է, բայց դա կարող է խորանալ եւ ընդգրկել արդեն անվերահսկելի անձանց կողմից անվերահսկելի երևույթների։ Չի կարելի սա թույլ տալ։ Դուք ասացիք վաղանցյալ, դուք նկատի ունեք 2018-ից առաջ։ Եթե այո, այստեղ էլի դիտարկում կա, ասում են այն ժամանակ ժողովրդավարություն չէր։ Այն ժամանակ այնպիսի բարքեր էին, երբ ոչ բոլորը կարող էին այդքան ազատ լինել, որովհետև նրանց հետևից կգնային իշխանավորների մերձավորները, անընդհատ բերում են Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից այդ քաղաքացու սպանություն, ասում են այն ժամանակ, եթե դուք այսպիսի համարձակությամբ խոսեիք, ինչպես հիմա, դուք պարզապես զուգարաներում այնքան կծեծվեիք, որ կմահանայիք, Դուք կարծում եք, որ ժողովրդավարությունը հայհոյախոսություն է։ Չէ, ես ոչինչ, ես աշխատելու եմ իմ կարծիքը չհայտնել, մենք պարզապես քննարկում ենք։ Ես ասում եք, առաջ ժողովրդավար չէր, դրա համար մարդիկ չէին հայհոյում։ Դիտարկում կա, քննարկում կա, վերլուծական փորձագիտական, այո, ես վերլուծական փորձագիտական դաշտի այդ տեսակետն եմ արտահայտում, ներկայացնում, որ ասում են դուք նույն համարձակությամբ չէիք կարողանա խոսել Սերժ Սարգսյանի օրոք, չէիք կարող խոսել Ռոբերտ Քոչարյանի նույն ազատությամբ, լավ թող լինի։ Ոչ էլ ազատության մասին է։ Իմ խոսքը բարոյական սահմանների մասին է։ Եթե դուք ճիշտ ընկալեցիք իմ ասածները բարոյական սահմանների վերաբերյալ, իմ խոսքը բարոյական սահմանների մասին էր։ Դուք կհիշեք, ասենք, չեմ ասում 18-ից առաջ, ընդհանրապես մի 20 տարի առաջ, սոցիալական ցանցերը երբ մուտք էին գործել, դուք կհիշեք, այդպիսի սոցիալական ցանցերը Հայաստանում վաղուց են, չէ՞,
բայց Դե այսպիսի ազատության տարածվածության, բայց ամեն դեպքում տարածվածությունը եւ ազատությունը իրավունք չի տալիս մարդկանց իրար հայհոյելու իրավունք չի տալիս իրավունք չի տալիս անծանոթ մարդու այսպես բանի տակ լինի դա պաշտոնյա թե ոչ պաշտոնյա ես կարծում եմ եւ ապշում եմ մարդիկ ցույց են տալիս որ ինչ որ աշխատանք է արվում չէ ասենք ոչ թե քաղաքական որևէ հայտարարություն այլ դիսուկ ինչ որ պաշտոնյա ինչ որ աշխատանքային խնդիր է եւ ներկայացված է եւ տակ անձնական բնույթի այսպես հայհոյանքներ է սա անընդունելի է սա չի կարելի համարել նորմալ չի կարելի համարել հանդուրժելի ես խոսում եմ այն մասին որ հասարակության մեջ այդ ձեր ասած խոսքի ազատություն կոչվածը սխալ դրսևորում եւ սխալ տարածում գտավ եւ սխալ ընկալում գուցե որից է բխում է մարդկանց վարքագիծը ընկալում եւ տարածում այո սխալ է ընկալվում բնականաբար եւ սխալ է տարածվում հիմա ես վերադառնալով ձեր հարցին սոցիալական ցանցերը հա տեսեք սոցիալական ցանցերը դրանք որոշակի գործիք են ընդհանրապես գործիք են որոնց միջոցով մարդը կարողանում է իր տեսակետը հայտնել հա բայց եկեք մի հատ մի բան հասկանանք արդյոք կարծիք ունենալ յուրաքանչյուր ոք ունի չէ իրավունք կարծիք ունենալու իսկ ինչ եք կարծում յուրաքանչյուր ոք պիտի ունենա իրավունք այդ կարծիքը հրապարակային արտահայտելու սեփական էջերում այո եւ կոռեկտության սահմաններում այո իսկ ինչ եք կարծում այն հարցի վերաբերյալ որ եթե մարդը մասնագետ չէ բայց ունի ասենք շատ մեծ հանդիսատես նրա կարծիքը որևէ մասնագիտական հարցի շուրջ կարող է դառնալ գերակա եւ կարող է խեղաթյուրել իրականություն այն նույն լրատվական դաշտում դիցուք դուք լրագրող եք մեկը ունի շատ մեծ լսարան փորձում է տարածել fake ինֆորմացիա եւ այդ իր մեծ լսարանի միջոցով հա այդ fake ինֆորմացիան շատ այսպես արագորեն հեշտությամբ տարածում է եւ խեղաթյուրում է իրականությունը արդյոք սա նորմալ է բնական է Իմ կարծիքը եթե հարցնում եք իհարկե ոչ նորմալ չէ եւ ես կարծում եմ որ պետք է լինի սեփական խոսքի հանդեպ պատասխանատվություն որը բոլոր մակարդակներում բացակայում է մենք գալիս ենք նորից իմ ասացին որ եթե չկա մարդու կողմից ինքնահսկում կամ սեփական անձի վերահսկում այո ներքին սահմանների եթե մարդը չունի դա պիտի անեն այլևս արդեն իրավապահ մարմինները այսինքն պետությունը ունի պարտականություն հա ապահովել հանրային տիրույթում իրավաչափություն իրավակարգ այո իրավապահների միջամտությունը ինչպես եք պատկերացնում այսինքն նրանք պետք է ինչ պատժի փորձենք քննարկել ինչ պատժի պետք է ենթարկվեն օրինակ տեսեք ամրագոտիների դեպքում երբ ամրագոտու կապելը ուղիղ կապ ունի քո անվտանգության հետ թվում է այստեղ պետք է քեզ իրավապահները չդրթեն ամրագոտի կապել այլ դա լինի քո գիտակցումը որ դա քո անվտանգությունից է բխում բայց տուգանքները չեն օգնում երբ որ տուգանում են մարդուն ամրագոտի չկապելու համար նա շարունակում է ամրագոտի չկապել եթե չի ես այդպիսի կարծիք չունեմ եթե մենք համեմատենք ասենք մի 10 տարի առաջ եւ հիմա վիճակը նույն ամրագ ես ինքս վարորդ եմ բավականին ես էլ եմ վարորդ եւ տեսնում եմ որ չեն կապում տղամարդիկ մեծամասամբ ես այդպես չի ասի բանի թիվը ամրագոտի չկապողների թիվը խիստ կրճատվել է ամրագոտի ներկայումս շատերն են կապում ես օրինակ շատ ընկերներ ունեմ որոնցից գրեթե բոլորը ամրագոտի են կապում այսինքն ես ինքս տեսնում եմ այդ փոփոխությունը առաջ որ դա այսպես նույնիսկ արհամարանքի կամ ամոթի հա այսպես ճակերտավոր ասած բաներ կրում ներկայումս մարդիկ հասկանում են որ դա իրենց անվտանգությունն է սա արդեն էլի կրթական խնդիր է որը աստիճանաբար ներդնելով տեսեք դուք ասում եք միանգամից տուգանքի հարցը ուզում եմ իրավապահների միջամտությունը հասկանալ մենք քննարկենք փորձենք հասկանալ ինչ կերպ պետք է իրավապահները միջամտեն այս հարցում, որպեսզի շարքային քաղաքացին սեփական խոսքի հանդեպ ունենա պատասխանատվություն ընդհանրապես։ Սա շատ բարձ պատասխան ունի վիրավորանքի, զրպարտության, անձնական վիրավորանքի, հայհոյախոսության համար կան որոշակի հոդվածներ։ Իրավապահները պետք է պարզապես հետևեն այն բոլոր ակտիվ էջերը, որտեղ այդ օգտատերերը հանդես են գալիս, պիտի ուղղակի հետևեն եւ հետեւողականորեն գնան այդ մարդկանց հետևից, ովքեր առանց հիմքի, այսինքն ինչ նշանակում առանց հիմքի, հայհոյել չի կարելի ընդհանրապես։
հա, դու կարող ես չհամաձայնվել, դու կարող ես քո կարծիքը հայտնել, փաստարկել, ներկայացնել որոշակի առարկություններ, բայց մարդուն վիրավորելը անթույլատրելի է։ Այսինքն այստեղ շատ հստակ պիտի գործի իրավաչափությունը, պետք է գործի օրինակարգը։ Երկրորդը ֆեյքերն են, հա, ինչպես անել։ Օրինակ կան երկրներ, որոնք օգտահաշիվներ գրանցելու հետ կապված պահանջում են նույնականացում։ Անձը, ով ունի օգտահաշիվ, ինքը պիտի նույնականացվի, նոր գրանցվի, այսինքն դա այդ երկրի ներքին օրենսդրության մի մաս է կազմում, սրանով շատ հեշտ խնդիրը լուծվում է, այսինքն մարդը չի կարող գա ֆեյքի միջոցով որևէ մեկին հայհոյի, մնա անպատասխան կամ մնա անհետևանք։ Այսինքն սա ի սկզբանե որոշակի միջոց է, եղանակ է, որ մարդը նույնականացվում է եւ իր օգտահաշիվը պատասխանատու է իր անձի, հա, նույնության համար։ Իր օգտահաշիվը դա իր օգտահաշիվն է, անձնապես իր, եւ ինքը այդտեղ գրված, այնտեղ արտահայտած կարծիքի մտքի համար ինքն է պատասխանատու։ Հա, սա շատ կարևոր ուրեմն մեխանիզմ է, որը գործում է շատ երկրներում եւ այս ձևով այդ ձեր ասած խնդիրը վերանում է։ Բայց ես ուզում եմ վերադառնալ այդ սոցիալական ցանցերում կարծիք ունենալու իրավունքի եւ կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի խնդրի հետ։ Եթե մի կողմ թողնենք զուտ այսպես օրինախախտումները, վիրավորանքների, զրպարտությունների կամ այլ տեսքով, զուտ այն հանգամանքը, որ մարդիկ ոչ մասնագիտական կարծիք կարող են արտահայտել կամ մարդիկ այսպես իրականությունը կեղծ տեղեկատվության հետ խառնել, սա նույնպես գալիս է այդ երկու իրավունքների համահարթեցումից, հրապարակային կարծիք արտահայտելու իրավունքի եւ կարծիք ունենալու իրավունքի։ Տեսեք, հասարակությունը որոշակի սոցիալական շերտավորում ունի, ստրատիֆիկացիա, հա, հասարակության մեջ կան մասնագիտացված խմբեր։ Դիցուք մեկը բժիշկ է, մյուսը ինժեներ է, երրորդը ուսուցիչ է կամ ասենք ինչ որ մեկ այլ գիտնական է։ Բնական է, չէ, որ այդ մարդկանց արկայությունն է, որ հասարակությունը դառնում է մասնագիտացված։ Այլապես բոլորը կզբաղվեին ամեն ինչով եւ ամեն ինչի մասնագետ կլինեին։ Հիմա եթե հասարակությունը մասնագիտացված է, բնական է, որ այն հասարակությունն է առաջ գնում իր քայլերով, զարգանում, որտեղ մասնագետն է խոսք ասում, որտեղ մասնագետն է իր ոլորտի պատասխանատուն եւ իր ոլորտի համար հեղինակությունը։ Եթե մենք սոցիալական ցանցերում ունենք մարդիկ, որոնք պարզապես հայտնի մարդիկ են, կամ այսպես շատ օգտատերեր, շատ հետևորդներ ունեցող մարդիկ են, բայց նրանք մասնագետ չեն, նրանք կարծիք արտահայտելով լղոզում են իրականությունը, կարծիք արտահայտելով խեղաթյուրում են իրականությունը։ Հիմա ինչի համար եմ ես սա ասում։ Հիմա այսպես սնկի պես աճել են փորձագետները, չէ՞։ Բոլոր ոլորտներում մենք ունենք փորձագետներ։ Միտեղ մի բան է տեղի ունենում աշխարհի վրա, հայտնվում են այդ ոլորտի հարյուրավոր, տասնյակ էլ չէ, հարյուրավոր փորձագետներ։ Սկսում են այդ փորձագետները հեղինակավոր կարծիքներ արտահայտել։ Ինչ է տեղի ունենում այս պարագայում։ Այս պարագայում հասարակությունը պարզապես մոլորվում է։ Հասարակությունը պարզապես այսպես ստանում է fake ինֆորմացիա, խեղաթյուրված ինֆորմացիա, ոչ պրոֆեսիոնալ ինֆորմացիա։ Հասարակության մի մասը մատնվում է խոճապի, որովհետև այդ ինֆորմացիայի մեջ կարող են նաև լինել անոմալ այսպես ինչ որ գրված բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա ո՞րն է սրա լուծումը, ո՞րն է այս խնդրի լուծումը։ Էլի կրթությունը։ Հիմա մենք սահուն եկանք, նորից եկանք կրթության։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115
310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա պարոն Անտինյան, քանի որ եկանք էլի կրթության, մեր կրթական վիճակը ինչպես կնկարագրեք եւ նաեւ միանգամից այս հարցի հետ տամ վարչապետի տիկնոջ այդ սկսած արշավը կրթելը նորաձև է։ Կարծում եք հենց այս խնդիրներն են նրան մտահոգել, որ այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որքանով եք ծանոթ նախաձեռնությանը, թե ոչ, եւ արդյոք կլուծի, եթե ծանոթ եք էլի բովանդակային առումով հասկանալի է ձեզ համար ինչ խնդիր է լուծում նախաձեռնությունը։ Կրթությունը ամեն ինչի հիմքն է։ Կրթությունը ինքնին քաղաքակրթության հիմքն է, որտեղ կրթությունը այն հիմնական քաղաքակրթական ինստիտուտն է, որ ըստ էության կուտակում եւ փոխանցում է մարդկային զարգացման քաղաքակրթական փորձը։ Կրթության շնորհիվ է, որ մարդը էվոլյուցիոն այդ երկարատև զարգացման մեջ հասել է բարձրակետին, բնության էվոլյուցիոն գագաթնակետին է հասել։ Եթե չլիներ կրթությունը եւ մարդկությունը չկարողանար իր կուտակած փորձը փոխանցել հաջորդ սերնդին, նայել դրա վրա հիմնվելով հաջորդ սերնդին, մենք չենք ունենա ներկայիս այս վիճակը, որն ունի մարդկությունը։ Տեսնելով սակայն այն նարատիվները, որ արկա է այսօր մեր իրականության մեջ, ես այդքան էլ լավատես չեմ մեր հասարակության կրթական վիճակից։ Տեսեք, մենք ասում ենք սովորիր, որ լավ ապրես, չէ, այդպիսի նարատիվ է գործում։ Մենք չենք ասում սովորիր, որ լավ մարդ դառնաս կամ սովորիր, որ արժանապատիվ մարդ դառնաս, սովորիր, որ լավ քաղաքացի դառնաս։ Սա շատ կարևոր է, որովհետև կրթությունը պիտի բերի արժեքային փոփոխության։ Լավ ապրելը ինքնին դեռ ոչինչ չի նշանակում։ Բայց ավելի մոտիվացնող չէ լավ ապրել այդ ձևակերպումը։ Իհարկե մոտիվացնող է, բայց լավ ապրելը նման է լավ ուտելուն։ Լավ ուտելն էլ է մոտիվացնող։ Հիմա մենք ապրում ենք ուտելու համար։ Արդյոք այդպես է։ Կրթությունը արդյոք պիտի լուծի միայն բարեկեցության խնդիրը։ Ես հարցը մի քիչ ավելի այսպես վերաձևակերպեմ։ Արդյոք կրթությունը պիտի լուծի միայն բարեկեցության խնդիրը, լավ ապրելու խնդիրը։ Բնավ ոչ։ Կրթությունը պիտի լուծի քաղաքակրթական խնդիր, արժեհամակարգային խնդիր։ Արժեհամակարգային խնդիրն արդեն ինքնըստինքյան բերելու է բարեկեցության։
ինքնըստինքյան բերելու է լավ ապրելուն, որովհետև այսօր մենք եթե ասում ենք եվրոպական արժեք կամ ասում ենք համամարտկային արժեք, մենք նկատի չունենք այսպես համբուրգերը, չէ՞։ Իհարկե։ Մենք նկատի ունենք մարդու իրավունքները, մենք նկատի ունենք ժողովրդավարությունը, մենք նկատի ունենք արժանապատիվ պետությունը, մենք նկատի ունենք հարգանքը օրենքի նկատմամբ, մենք նկատի ունենք հարգանքը հասարակական հանրային բարիքի նկատմամբ, այ շատ քիչ է խոսվում հանրային բարիքի մասին։ Այն ծառը, որ դրսում աճում է, հանրային բարիք է, չէ՞։ Այդ ծառը ինչ որ մեկինը չէ, այն հանրային բարիք է։ Այդ հանրային բարիքի պահպանության համար ինչպես պետությունն է պատասխանատու, այնպես էլ յուրաքանչյուրս։ Այստեղ սա կապ ունի արդյոք զուտ ապրելու կամ ուտելու հետ։ Ոչ, սա կապ ունի այն հանրային արժեքի, հանրային բարիքի գիտակցման հետ, որը մենք պիտի փոխանցենք սերնդին կրթության միջոցով։ Մենք պիտի դպրոցահասակ երեխայից, նույնիսկ մանկապարտեզից սկսած երեխային ասենք, որ այս ծառը, որ աճում է, մենք պիտի այս ծառի մասին հոգ տանենք։ Ինչու են երեխաներին ծառ տնկել սովորեցնում, ծաղիկ տնկել, ծաղիկ ջրել, այս սա հենց Շրջապատը մաքուր պահել, որը մեր մյուս ամենակարևոր եւ իմ համար ցավոտ խնդիրն է։ Դուք հենց իմ միտքն եք շարունակում հանրային բարիքի վերաբերյալ, որովհետեւ հանրային բարիքը մեծ հաշվով այն է, ինչ բոլորինս է։ Եվ այս առումով կրթությունը պիտի միտված լինի դրան։ Այսօր հայաստանյան կրթության հետ կապված շատ տարբեր գործընթացներ են գնում։ Իհարկե կան պոզիտիվ գործընթացներ, որոնք կապված են որոշակի այսպես նոր մեթոդաբանության, նոր արժեհամակարգերի ներդրման հետ, բայց նաև հասարակությունը մի զգալի մասով կապված հասարակական իմ նշած բևեռացման հետ ահագին նահանջ է ապրել կրթության առումով։ Որովհետև մենք մեր հասարակությունը միշտ աչքի է ընկել իր խոհեմությամբ, իր չափավորությամբ, նույնիսկ ազատությունների մեջ իր չափավորությամբ, հա, այսօր այդ չափավորությունը կարծես քայքայվել է, քանդվել է, փլուզվել է, եւ ամեն ինչում այսպես կա որոշակի առանց սահմանների, առանց նշաձողերի, այսպես անսանց ինչ որ անսանց վիճակներ թե խոսույթում, թե վարքաբանության մեջ։ Սա էլ է կրթական խնդրեմ։ Ես կարծում եմ, այստեղ նույնպես պետությունը անելիք ունի հանրային մեդիայի խողովակներով, սոցիալական գովազդների միջոցով, թեկուզ ինչու՞ չէ, ներդնելու այդ նոր մշակույթը մարդկանց մեջ, նոր մշակույթը, բարեվարկության մշակույթը։ Ես հիշեցի աղբի տեղը աղբամանում է այդ գովազդային արշավը, բայց պարոն Անտինյան, միևնույն է, եթե գարնանը դուք դուրս գաք մեր սարերը, մեր անտառները, մեր ձորերը, դուք կտեսնեք, թե գեղեցիկ բնությունը ինչքան աղտոտված է, թե ինչպես ամեն քայլափոխի աղբ է կուտակված։ Դե դա եղել է, դա նոր չի, այդ երևույթը նոր չի։ Ուզում եմ ասել, արշավը պետք է լինի, որ նոր մարդը հասկանա, որ այդ գեղեցիկ վայրը, որ ինքը գնում է, տեսարանը վայելում է, մաքուր օդը շնչում է, եւ ենթադրվում է, որ իր տան նման պետք է այդտեղ չկեղտոտի առնվազն, եւ այդ իր տարած աղբը իր հետ բերի եւ համապատասխան վայրում։ Դա ենթադրվում է, բայց ինչու դա այդպես չէ։ Ես նորից վերադառնամ մեր զրույցի սկզբին, երբ հասարակությունը սոցիալապես բևեռացված է, երբ հասարակության մեջ սոցիալ-հոգեբանական լրջագույն խնդիրներ կան, հա, եւ բևեռացված է, եկեք բացենք, էլի պարոն Անտինյան, դա ինչ է նշանակում բևեռացված է, այսինքն ինձնից բացի ով ուզում է թող զբաղվի, կամ ինձ չի սազում ես իմ ուրիշի հետևից հավաքեմ։ Բևեռացված նշանակում է հասարակության առանձին խմբեր ունեն ծայրահեղ իրար ամերժ, իրար հակասող, տարբեր բևեռներում գտնվող դիրքորոշումներ։ Հանրային հասարակական կյանքի վերաբերյալ, քաղաքական կյանքի վերաբերյալ, ընդհանրապես հարաբերությունների, հասարակական հարաբերությունների բևեռացված դա է նշանակում։ Բևեռ, այսինքն մի հասարակության մի խումբը մի բևեռում է, մյուս խումբը մյուս բևեռում է, չկան այսպես միմյանց հպվելու կամ ընդհանուր եզրեր կամ դրանք շատ քիչ են։ Այդ բևեռացվածությունը չի կարող բերել հասարակության կոնսոլիդացիայի, իսկ ձեր ասած հանրային բարիքի գիտակցումը
միշտ հասարակության կոնսոլիդացիայի հետ է կապված։ Եթե հասարակությունը չլինի դուք պատկերացրեք, ես պարզ օրինակով փորձեմ միտքս բացատրել։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ առավոտից իրիկուն կռիվ է, ղալմաղալ է, վեճ է, վիրավորանք է, ծեծուջարդ է, այդ ընտանիքը կարա ինչ որ բանի հասնի։ Իհարկե ոչ։ Այդ ընտանիքը կարող է ֆինանսական կուտակում ունենալ, ինչ որ նոր բնակարան ձեռք բերել կամ եղած բնակարանը բարեկարգել կամ եղած իրենց բարեկեցության վրա մի բան ավելացնել։ Եթե ամբողջ օրը այսպես կռիվ ղալմաղալ է այդ ընտանիքում, նույնպես եւ հասարակությունը, եթե հասարակությունը բևեռացված է, չէ որ ընտանիքի համար իրենց բնակարանը ընդհանուր հանրային բարիքն է, չէ՞։ Այդ բնակարանը միաժամանակ եւ բոլորինն է եւ ոչ մեկինը չէ։ Չէ, այդպես է, չէ, բնակարանը, որտեղ ապրում է, ասենք 4 կամ 5 հոգանոց ընտանիքը կամ առանձնատունը, որտեղ ապրում է ընտանիքը, սա իրենց ընդհանուր սեփականությունն է։ Հիմա մեր երկիրը, մեր պետությունը մեր ընդհանուր սեփականությունն է։ Եթե հասարակության մեջ չկա համերաշխություն, սոցիալական համերաշխություն, այդ հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել, միախմբվել եւ ընդհանուր հանրային բարիքի ինչ որ մի բան անել։ Սա այն ձեր հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ գնում բնության մեջ թափում եւ գալիս։ Այդ բնությունը իրենց համար չի նույնացվում իրենց տան հետ։ Իրենք իրենց տան հոտ չեն թափում։ Մարդը որ հաց է ուտում, չի թափում իր տանը։ Կամ ծխախոտի չի ծխում եւ գցում իրենց տանը։ Տանում գցում է աղբամանի մեջ, չէ՞։ Այսինքն մարդը պիտի իր պետությունը, իր երկիրը նույնացնի իր տան հետ, այո, իր տան հետ եւ պիտի տեր զգա իր երկրին։ Սա նույնպես գալիս է հասարակության այդ Հիմա բևեռացման համատեքստում գիտեք ինչ է, ես հասկանում եմ ինչ է նշանակում բևեռացում։ Ուղղակի ես ուզում եմ ավելի պարզ տերմիններով։ Դե ես փորձեցի պարզ օրինակով տանիքի վրա ասել, որ բևեռացված է արտոնյալների եւ ոչ արտոնյալների մեջ։ Ամեն դեպքում մարդիկ կան, որ իրենց արտոնյալ են զգում, մարդիկ կան, որ Խոսքը դրա մասին չի, խոսքը նրա մասին է, որ հանրային հասարակական եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ հասարակության տարբեր խմբեր, տարբեր շերտեր ունեն խիստ ծայրահեղացված եւ միմյանցից էապես տարբերվող մոտեցումներ։ Այդ մոտեցումների, այդ տարբեր բևեռների, ինչպես ասացի, կամ տարբեր ծայրահեղ մոտեցումների միմյանց ընդառաջ քայլեր պետք անել։ Այս առումով մենք չենք կարող այս իրավիճակը տանել, որովհետև այս իրավիճակը հասարակության մեջ կհագնացնի այն բոլոր խնդիրները, որի մասին ես արդեն խոսեցի։ Հիմա կրթվելը նորաձև է։ Դուք ինչքանով եք ծանոթ այդ արշավին, եթե իհարկե ծանոթ եք, եթե ծանոթ չեք, ինչ եք կարծում, դա կփոխի իրավիճակ։ Դե սա ավելի շատ նախաձեռնություն է, բայց կրթվելը նորաձև է, այս խոսույթը տարօրինակ է ինձ համար, որովհետև կրթվելը չի կարող լինել նորաձև, կրթվելը պարտադիր է։ Դուք կարող եք ասել սնվելը նորաձև է։ Կարող եք այդպիսի բան ասել, սնվելը նորաձև է։ Չի։ Իսկ քնելը նորաձև է։ Քնելը նորաձև է։ Կրթվելը դա բնականon գործընթաց է։ Կրթվելը մարդկային գործունեության ամենահիմնական եւ բնականon տեսակներից է։ Ըստ որում թե մասնագիտական որոշակի հանրույթի համար, թե առանձին անհատի համար, թե հասարակության համար, մենք անընդհատ կրթվում ենք։ Ես, դուք, հիմա հեռախոսները երբ են առաջ եկել։ Մի 10 տարի առաջ, չէ՞, սմարթֆոնները։ Դրանից առաջ, ասենք, կոճակը, կնոպոչնի կոճակներով հեռախոսներ էր։ Հիմա սմարթֆոնները որ եկան, մենք ոչ մեկ չգիտեինք դա ինչ է, ոնց ենք, չէ՞, ինչ ենք մենք արել։ Կրթվել ենք, չէ՞։ Սովորել ենք դա։ Մենք սովորել ենք ինչպես օգտվել սմարթֆոնից։ Մենք սովորում ենք ամեն օր ինչպես օգտվել այս կամ այն հավելվածից։ Մենք ամեն օր սովորում ենք, ամեն օր կրթվում ենք, որովհետև աշխարհը փոխվում է շատ մեծ արագությամբ եւ մենք պիտի արդիականանանք։ Refresh արվենք ինքներս, հա, կամ upgrade փոխենք նաեւ մեր ծրագրային մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ։ Շատ լավ է, որ մարդիկ նոր են կրթվում կամ սկսել են կրթվել, կրթվելը մշտապես եղել է, մարդկության հետ դա եղել է, եկել է, մարդկության հետ շարունակվելու է։ Մենք անընդհատ արդիականանում ենք, որպեսզի լինենք մրցունակ, որպեսզի համապատասխանենք արդի ժամանակի պահանջներին։ Ես ողջունում եմ կրթվելու ցանկացած շարժում։
Հիմա քանի որ դուք դասախոս եք եւ անմիջական շփում ունեք ուսանողների հետ, նոր սերնդի հետ, իրեն գալիս են հասկանալով կրթության դերը, թե իրենց ծնողները որոշել են, որ իրենք պետք է այս կամ այն բուհը, այս կամ այն մասնագիտություն հրաշալի երիտասարդներ ունենք, որոնց մեջ, ինչպես դուք նշեցիք, եւ այնպիսի մարդիկ կան, երիտասարդներ, եւ այնպիսի երիտասարդներ, եւ կան շատ փայլուն երիտասարդներ, որոնք այսպես ժամանակի հետ համընթաց քայլում են եւ քայլելով ժամանակի հետ, զգալով ժամանակի շունչը անընդհատ կրթվում են։ Այլ հարց է, որ մեր այսօրվա կրթական համակարգը, այդ թվում բուհական կրթության համակարգը չի համապատասխանում իրենց սպասելիքներին, սա բոլորովին այլ թեմա է։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, արդեն վաղուց ենք ապրում, 40 դար է, ինչ ապրում ենք 21-րդ դարում, բայց մեր կրթական համակարգը, այդ թվում բուհական կրթական համակարգը իր մեծամասնության մեջ դեռևս 20-րդ դարի, նույնիսկ կարելի ասել վերջերին էլ չէ, 80-ականներին է, այսպես 90-ականներին է մնացել մեծ մասը, ես նկատի ունեմ, կան իհարկե առաջատար բուհերում առանձին առաջատար ճյուղեր, ոլորտներ, որտեղ այդ արդիականացման process-ը գնում է։ Պիտի բուհական կրթական, ընդհանրապես մեր կրթական համակարգը պիտի կրնկակող հետևի եւ հասնի այսօրվա երիտասարդության պահանջներին։ Ես այստեղ լուրջ խնդիր եմ տեսնում, որտեղ երիտասարդները ափսոս են, իրենք չեն սպասում, իրենք առաջ են գնում։ Իսկ մենք չենք հասնում իրենց ետևից։ Իսկ այդ բարձր վարձավճարները, պարոն Անտինյան, այդ դեպքում ինչ խնդիր են լուծում, եթե մեր կրթական համակարգը 21-րդ դարին համահունչ չէ։ Մեր մոտ շատ թյուր պատկերացում է, թե փողը բոլոր հարցերը կլուծի։ Ես չգիտեմ այդ մտայնությունը որտեղից է։ Փողը լուծում է միայն ֆորմայի խնդիրը, ենթակառուցվածքի խնդիրը։ Հիմա տեսեք, դուք գեղեցիկ տաղավար ունեք, ժամանակակից այսպես տեխնիկայով, միկրոֆոններով, բայց եթե ձեր տաղավարում չվարվեն հետաքրքիր հարցազրույցներ, ձեզ ոչ ոք չի նայի, չէ՞։ Փողը կարող է լուծել գույքի խնդիրը, փողը կարող է լուծել այսպես տեխնիկայի խնդիրը, փողը կարող է լուծել տեխնոլոգիական խնդիրներ, բայց փողը չի լուծի դասախոսին ժամանակակից դարձնելու խնդիրը, սա դասախոսը պիտի ինքը լուծի։ Փողը չի լուծի կրթական համակարգը արդիականացնելու այն խնդիրը, որը պիտի բովանդակային կերպով լուծվի, կրթական ծրագրի, կրթական մոդուլի, հա, կրթական նոր համակարգի ներդրման եղանակով։ Դրա համար միամիտ է կարծել, թե փողով կարելի է ամեն ինչ ձեռք բերել։ Փողը օգնում է շատ հարցերում։ Չէ, իմ հարցը այն մասին է, որ այդ դեպքում այդ բարձր վարձավճարներով կոնկրետ բուհերը ինչ խնդիր են լուծում։ Իրենք միայն այդ ենթակառուցվածքների հարցեր են լուծում։ Դե ես ասում եմ, փողը կարա լուծի ենթակառուցվածքի խնդիր։ Մնացած խնդիրները պետք է լուծվեն բովանդակություններ ներդնելու միջոցով, որը ժամանակատար է, որը ամիսների էլ չէ, տարիների խնդիր է, որ պիտի լուծվի։ Ամեն դեպքում ես պիտի նաև արձանագրեմ, որ կան բուհեր եւ առանձին բուհերում կան նաև որոշակի այսպես ուղղություններ, մասնագիտացումներ, որտեղ այդ արդիականացումը շատ թեքիչ այսպես առաջ է գնում, կարողանում են հասնել ուսանողների հետևից։ Պարոն Անտինյան, ես առիթ եմ ունենում ամեն օր մետրոյից օգտվելու եւ ես տեսնում եմ, որ հատկապես այն ժամերին, երբ ուսանողներն են օգտվում մետրոյից, իրենք մետրո մտնելու, գնացք մտնելու եւ դուրս գալու այդ էթիկան չունեն։ Հիմա սա ինչպես բացատրել։ Ով է այստեղ թերացել։ Ծնողը, դասախոսը։ Ձեզով է սովորեցրել ինչպես օգտվել։ Օրինակ կոնկրետ ձեզ։ Կոնկրետ ինձ։ Այո։ Կարծում եմ որ առաջին անգամ մտել եք, իմացել եք։ Ինձ կոնկրետ ոչ մեկ չի ասել ինչպես պետք է օգտվել։ Ես ինքնուրույն ենթադրել եմ, որ չպետք է առնվազն մտնողին կամ դուրս եկողին խանգարել, գոյություն ունի մի փոքր համբերություն, գոյություն ունի զիջելու կուլտուրա։ Ես որպես մանկավարժական գործունեությամբ շատ վաղուց տասնամյակներ շարունակ զբաղվող մարդ, վստահորեն կարող եմ պնդել, որ երիտասարդների վարքաբանության ցանկացած խնդրեմ
գալիս է մեծահասակներից, մեղավոր են մեծահասակները, որ չեն կրթել ժամանակին այդ երիտասարդներին, չեն սովորեցրել։ Մետրո փոքր տարիքում մետրո գնում են ծնողի հետ, չէ՞։ Ծնողն է ասում, բալես էս կողմարի թող անցնի։ Դուրս գան նոր մտնեն։ Ահա, այսինքն Կամ նստատեղը նախատեսված է Այսինքն եթե առանձին ինչ որ խմբերի մեկը չի համար։ սովորեցրել այդ երիտասարդին, երիտասարդը մեղավոր չի։ Իրեն պետք է թեկուզ դուք եթե տեսնում եք, դուք կարող եք իրեն ուղղորդել։ Չեմ ասում այդպես նկատողություն այլ որ ինքը շուրգա պատասխանի ձեզ, բայց ուղղորդել, ասել մուտքի մոտ խնդրում եմ դռների մոտ մի կանգնեք, որ մտնողները ներս մտնեն, հա, կամ այսինքն ինչ որ մի բան ասել։ Այդպես է, ցանկացած մեկին պետք է սովորեցնել։ Փոքր երեխան դանակ պատարակաղից չի կարում, չէ, օգտվի։ Մի անգամ սխալ է բռնում, մի անգամ սխալ է կտրում, մի անգամ վերցնում է պատարակաղով ընկնում է վրայից։ Այսինքն սա կրթություն է, սա դաստիարակություն է, որը պիտի անենք մենք բոլորս։ Երիտասարդներից նեղանալ նշանակում է նեղանալ ինքներս մեզանից, որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի ժամանակ չեն կարել։ Ես մենք նկատի չունեմ կոնկրետ ես եւ դուք, ես նկատի ունեմ ավակ սերունդը։ Հա, այստեղ ես սրան վերաբերում եմ որպես կրթական համակարգի թերացում, մեծահասակների թերացում, այ իմ ասած նորից վերադառնանք, հա, մեր խոսակցության սկզբին։ Հասարակությունը, եթե հասարակությունում տիրի սոցիալական համերաշխություն, նման խնդիրները շատ հեշտ լուծվող են։ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, մեզ մեծահասակները մեզ դիտողություն էին անում։ Եվ մենք ընդունում էինք այդ դիտողությունը։ Կարող է մի քիչ ջուրներս չէր գալիս, հատկապես այն անցումային տարիքում, բայց դիտողություն ընդունում էինք, ասում էինք լավ, հորեղբայր, տես չենք անի, կամ լավ, մորքուր, տես չենք անի։ Այսինքն հասարակության մեջ ավակները կրտսերներին պիտի ուղղորդեն, պիտի կրթեն։ Սա է նորմալ հասարակության բնականon ձևը, ապրելու կերպը։ Ավակները կրթեն, բայց կրտսերները պետք է առնվազն հարգեն ավակների խոսքը։ Մենք այսօր տեսնում ենք այդպես ավակի, բակի ավակի, չգիտեմ, ընտանիքի ավակի Այդ նույն հարգանքն էլ պետք է ձևավորել։ Յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք մեր աշխատանքը անել այս առումով, հա, փորձենք ասել, որ եթե իդեպ ասեմ ձեզ, երիտասարդներին, եթե ճիշտ ձևով դիտողություն ես անում, ճիշտ ձևով, այսպես գեղեցիկ ձևով, հա, իրենք չեն վիրավորում, շատ ժամանակ ընդունում են, որովհետև իրենք էլ ինչ-որ մի բան չեն տեսնում, ինչ-որ բան չեն նկատում, դուք համարեք, որ այն տեղեկատվական հեղեղը, որ մեր գլխին է լցվում, եւ մենք էլ երբեմն այսպես օրվա մեջ ցրված եւ շփոթված ենք, երիտասարդներին էլ է վերաբերում։ Երիտասարդն մարդ է, չէ՞, կարող է այդ պահին հեռախոսի մեջ լինի, ուշքը ուրիշ տեղ լինի, չնկատի, որ մուտքի մոտ է կանգնել, իրեն պետք է պարզապես այսպես գեղեցիկ ձևով ասել, ճանապարհին մի կանգնեք, կամ մուտքի մոտ մի կանգնեք, միշտ ներս կանգնեք, չեմ կարծում, թե ինքը կասի, չէ, որ չէ, ստեղ եմ կանգնելու։ Ասել, որ մենք այսօր վախենում ենք դիտողություն անել, որովհետև մենք ունենք մեր հանրության մեջ օրինակներ, երբ դիտողությունը վերածվել է օրինակ դաժան հաշվեհարդարի, ծեծ ու ջարդի, ընդհանուր մինչև սպանության։ Եվ մարդիկ նախընտրում են շատ հաճախ հեռու մնալ դիտողություն անելուց։ Ամեն ինչ էլ եղել է, բայց պետք է պոզիտիվ մոտենալ։ Ես չեմ կարծում, թե նույնիսկ ամենաագրեսիվ երիտասարդին, եթե մեղմ ձևով կամ քաղաքավարի ձևով կամ այսպես խոհեմ ձևով, հա, մեծի դիրքից ինչ որ բան ասվի, ինքը անմիջապես հաշվեհարդարի կանցնի։ Համենայն դեպս պետք չի այդպես սարսափելի վերաբերվել դրան։ Չէ, ես որովհետև շատ հաճախ եմ լսում, որ ասում են մենք ունենք անտարբեր հասարակություն։ Մեր հասարակության աչքի առջև կարող են ծեծել մարդուն եւ այդ վայրում գտնվող մեկ այլ մարդ չխառնվի, իրավապահներին չկանչի, վիրավորի համար շտապօգնություն չկանչի։ Ես շատ եմ լսում քննարկումներ, երբ ասում են, որ ականատես են լինում կնոջ հանդեպ բռնության, ընտանիքում գիտեն, որ հստակ երեխան կամ կինը ենթարկվում է տղամարդու կողմից բռնության, բայց մարդիկ համարում են դա իրենց գործը չէ եւ չեն ահազանգում համապատասխան մարմիններին եւ վերջում աղետը տեղի է ունենում, նոր մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվել ընտանիքում։ Այստեղ տարբեր պատճառներ կան։ Ձեր նշած օրինակներում մի քանի հանգամանք կա զուտ հոգեբանական տեսանկյունից, եթե փորձենք վերլուծել, հասարակական ընդհանուր անտարբերությունը պայմանավորված է հասարակության կողմից
բազմաթիվ եւ հաճախակի ստրեսների ենթարկվելու հանգամանքով։ Հասարակությունն էլ որոշակի սոցիալական օրգանիզմ է, ինչպես մարդը, չէ՞։ Մարդը անընդհատ ստրեսների երբ որ ենթարկվում է, իր մոտ պաշտպանողական ռեակցիա է առաջ գալիս, դրսից ագրեսիվ կամ այսպես ազդակներին չարձագանքելու։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե անընդհատ մարդը ստրեսներ է ենթա, գիտափորձել է արված, եթե անընդհատ հոսանքահարում են ինչ-որ մի մկան, ժամանակի ընթացքում մկանը դադարում է այդ հոսանքին արձագանքել, այլևս չի կծկվում։ Դա արվել է դեռ 19-րդ դարում այդ գիտափորձերը։ Այսինքն մարդը երկաթիվ չի, չէ՞, ունի էմոցիոնալ, հոգեէմոցիոնալ որոշակի դաշտ, որոշակի այսպես կառուցվածք, երբ անընդհատ ինքը ենթարկվում է ստրեսներին, ինքը դադարում է դրսից ազդակներ ընկալել, իր մոտ կարող է այնտեղ, չգիտեմ, ինչ-որ բան տեղի ունենա, ինքը նույնիսկ չնկատի կամ չարձագանքի, սա մի պատճառ։ Երկրորդ պատճառը ձեր նշած խնդրի, որ բռնություն է, սա արդեն բոլորովին ուրիշ բանի հետ կարող է կապված լինել, որոշակի, այսպես ասած, վատ իմաստով, ավանդույթի վատ իմաստով նկատի ունեմ, ավանդույթին զոհ գնալը կամ տուրք տալը, որ եթե ինչ-որ ուրիշի ընտանիքում նույնիսկ բռնություն է, դա իրենց չի վերաբերում, սա արդեն գալիս է որոշակի մենթալ առանձնահատկությունից։ Դե սրա մասին շատ է խոսվել, բայց որոշակի փոփոխություններ այնուհանդերձ կա, միգուցե հեռավոր մարզերում կամ գյուղերում նման կուլտուրա է ինչ-որ պահպանվել, բայց քաղաքաբնակ վայրերում կարծես թե նման երևույթները շատ քչացել են։ Ամեն դեպքում դա իհարկե բացասական երևույթ է, բռնությունն է եւ բռնության հանդեպ անտարբերությունը։ Ես կարծում եմ սա էլ էլի կրթական խնդիր է, կրթության հետ կապված խնդիր է։ Եթե հասարակության հետ տարվի աշխատանքներ, իսկ այդ աշխատանքները տարվում են ու շատ վաղուց։ Հայաստանը ինչ անկախացել է եւ միջազգային իրավապաշտպան այդ թվում, բռնությունների դեմ կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում եւ տարբեր ծրագրեր են իրականացնում, այդ թվում նաեւ հեռավոր մարզերում, գյուղական համայնքներում մարդկանց հետ տարվում է այդ աշխատանքը, այդ կրթությունը եւ որպեսզի մարդիկ չհանդուրժեն բռնությունը։ Ըստ որում դա վերաբերում է հենց այդ նույն մարդկանց, որոնք կարող են ենթարկվել բռնության, պոտենցիալ բռնության զոհ կարող են լինել եւ նաեւ մարդիկ, ովքեր կարող են ականատես լինել բռնության դեպքերի։ Սրանք էս ասացիք ստրեսի մեջ ենք 2020 թվականից հետո պատկերացնենք, որ այդ ստրեսի մեջ ենք, այո, ինչու մենք չենք կարողանում դուրս գալ այդ ստրեսից։ Եվ ով պետք է մեզ օգնի այդ ստրեսից դուրս գալ։ Կարծում եք նման աղետից հետո հեշտ է դուրս գալ ստրեսից։ Եվ այդ առողջացումը ով պետք է անի, ում ուսերին պետք է դրված լինի հասարակության առողջացման գործընթացը։ Սրանով ամփոփենք։ Հասարակության առողջացման գործընթացը համալիր միջոցառումների ծրագիր է, բնական է նախ պետական իրավասու մարմինները որոշակի հասարակության ռեաբիլիտացիոն ծրագրեր պիտի անեն, հատկապես այն մարդկանց հետ։ Ես կարծում եմ նաև արվում են որոշ բաներ այն մարդկանց հետ, ովքեր ուղղակիորեն են ենթարկվել այդ տեղահանության, խոսքը մեր հայրենակիցների մասին է, բայց նաև այստեղ շատ կարևոր է պիտի որոշակի ժամանակ անցնի։ Եվ այդ իմ ասած սոցիալական բևեռացումը եւ հանրային այդ անհանդուրժողականության մթնոլորտը պիտի վերանա։ Հասարակությունը չի կարող ապաքինվել, եթե շարունակում է մնալ հոգեբանական այդ ծանր լարված անհանդուրժողական վիճակի մեջ։ Չի կարող ներքուստ գտնվել ռեսուրսներ, ռեզերվներ հոգեբանական պահուստից, այսպես ասած, որպեսզի հասարակությունը առողջանա, սա կարծում տևական ժամանակի խնդիր է եւ սա հեշտ չի լինելու։ Ինչ եք կարծում, եթե ամփոփենք մեր այս բովանդակության բարձրացրույցները կարող են փոխել մարդկանց պատկերացումները, գիտակցությունը, այո, իհարկե վարքագիծը։ Իհարկե կարող են մարդիկ, ովքեր, եթե ասենք, ես կարծում եմ դուք մեծ լսարան ունեք եւ մարդիկ, ովքեր կդիտեն նմանատիպ հաղորդումներ, կստապվեն, միգուցե կզգաստանան, կփորձեն
տուրք չտալ այն լարվածության անհանդուրժողականության երևույթներին, որոնք այսօր իշխում են եւ կփորձեն իրենք Իրենցից սկսել։ Այո, սկսել իրենցից եւ իրենք դրսեւորեն այդ բարեվարք կամ բարեկիրթ վարքագիծը։ Ես կարծում եմ մարդը շատ ճկուն արարած է, մարդը ընդհանրապես։ Եվ սկսած ինքնիր վրա աշխատանքից, վերջացրած նրանով, որ այ մեդիա դաշտը, իրավասու կառույցները, որոնք զբաղված են հասարակության վերափոխումներով, հասարակության կրթությամբ, այդ թվում նաև արժեքային համակարգի ներդրմամբ, մշակույթի ներդրմամբ, համալիր մոտեցման դեպքում կարելի է մենք ոչ առաջին, ոչ վերջին հասարակությունն ենք, որն անցնում է ծանր պայմանների միջով, հա, եղել են աշխարհում պատերազմներ, եղել են աշխարհում այսպես հասարակական լարված եւ ծայրահեղ լարված վիճակներ, հա, պարակտված հասարակություններ, որոնք անցել են այս ճանապարհը, բայց պետք է գիտակցված ձևով մոտենալ այս հարցին։ Ես կարծում եմ այս պարագայում մենք կարող ենք լավ ապագայի հավակնել։ Ուղերձ ձևակերպեք, պարոն Անտինյան, մեր հանրությանը, որ մի հետևեք քաղաքական գործիչներին, առնվազն նրանց խոսույթի եւ վարքագծի առումով, որովհետեւ քաղաքական գործիչները իրենց վարքը դրսեւորում են իրենց քաղաքական շահերը սպասարկելու, հետապնդելու նպատակով եւ դա ամենևին կապ չունի բարոյականության, բարեվարքության հետ եւ պետք չէ նրանց հետևել։ Ինչ կասեք։ Իմ ուղերձը հետեւյալը կլինի, որ ունեցեք բարոյական եւ էթիկական ներքին ձեր նշաձողը, ձեր սահմանները եւ պատասխանատվություն ստանձնեք ինքներդ ձեր առջեւ։ Երբ որ մոտենում եք առավոտյան հայլում, հա, ձեզ կարգի բերելուց, որպեսզի դուք նայեք ձեզ եւ հասկանաք, որ դուք մարդ եք առաջին հերթին։ Դուք մարդ եք, որը պիտի բավարարի այդ բարձր կոչմանը։ Եվ միշտ պետք է հիշել, որ սա է մեր հասարակությունը, մենք ուրիշ հասարակություն չունենք։ Այն մարդը, ում դուք ուզում եք այս պահին վիրավորել կամ ուզում եք այս պահին որևէ խոսք ասել, վիրավորական կամ ատելության որևէ խոսք ասել, հիշեք, որ այդ մարդը ձեր կողքին ապրող ձեր հայրենակիցն է, այո, եւ այդ մարդու հետ դուք շարունակելու եք ձեր ճանապարհը, որ այդ մարդու հետ դուք միասին կառուցելու եք այն երկիրը, որում ապրում եք։ Եվ այդ մարդու հետ դուք կռվելու եք նույն թշնամու դեմ։ Այո, իհարկե, այդ մարդու հետ դուք ունեք ձեր անցնելու ճանապարհը եւ նա է ձեր կողքին լինելու ձեր բոլոր կյանքի պահերին։ Կարևորը բոլոր իրավիճակներում ունենալ մարդկային բարձր որակներ եւ բարձր հատկանիշներ։ Շնորհակալ եմ բովանդակալի զրույցի համար, պարոն Անտինյան, ես վստահ եմ, որ մենք դեռ էլի թեմաներ կունենանք, որոնց շրջանակներում կհանդիպենք, կփորձենք քննարկել եւ չգիտեմ որքանով արդյունավետ կլինեն մեր քննարկումները, բայց եթե մենք կարողանանք թեկուզ 10 հոգու մտածելակերպում բան փոխել, իմ կարծիքով էլի արդյունք է եւ հաջողություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ ես զրուցում էի կառավարման փորձագետ դասախոս Սերոբ Անտինյանի հետ։ Մեր հաղորդումները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։